մեր դասաշարը կոչվում է առողջ եկեղեցի եւ առաջին դասի ժամանակ տեսանք, որ եկեղեցու անդամները պիտի առողջ լինեն եւ դա սրբության կյանքն է, հավատացյալների սրբությունը։ Նախորդ դասը հավատացյալների ներգրավվածությունը, որը ծառայության մասին էր, եւ այս դասը առողջ եկեղեցի շարքի կոչվում է տեսիլք, նպատակ եւ միաբանություն։ Եվ շատ հետաքրքիր համար կա, որ ես շատ եմ սիրում այդ համարը, դա Ամովսի մարգարեության 3-րդ գլխի 3-րդ խոսքն է, միթե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն, ինչպես, եթե մենք մարմին ենք, եթե մենք ինչ-որ գործ պիտի անենք, երբ որ հասկանում ենք, որ Տեր Հիսուսից հանձնարարություն ունենք, որ այս երկրի վրա կատարենք, Ամովսը Տիրոջից Աստծու մարգարեն մեզ փոխանցում է հետևյալ ճշմարտությունը, ինչպես կարող եք դուք ճանապարհ գնալ, եթե իրար հետ համաձայնված չլինեք։ Դրա համար ընտանիքում էլ պիտի համաձայնություն լինի, ինչ-որ մի կոլեկտիվում էլ պիտի համաձայնություն լինի, որպեսզի արդյունք լինի, պտղաբերություն, արդյունավետություն լինի աշխատանքի մեջ, առավել ևս եկեղեցում, որ մեր հանձնարարությունը ինքը այդքան են հեշտ հանձնարարություն չի, Տեր Հիսուսը ասեց, ես ձեզ ուղարկում եմ որպես գառներ գայլերի մեջ։ Ասեք գառները պիտի գնան գայլերի մեջ եւ այնտեղից ազատեն խավարի իշխանության տակ լինողներին։ Եվ ասեք, որ սա հեշտ հանձնարարություն չի գայլերի մեջ գառների համար։ Սա բարդ հանձնարարություն է եւ ցանկացած բարդ ու վտանգավոր հանձնարարություն պիտի շատ միաբան լինի թիմը եւ Քրիստոսի մարմինը պիտի շատ միաբան լինի, որպեսզի ինչպես Պողոս առաքյալն է զգուշացնում, ասում է, այդ գայլերը ոչ միայն այնտեղ են, այլ նաեւ ներթափանցում են եկեղեցի եւ պիտի ուշադիր լինեք, սա արդեն եկեղեցու առաջնորդներին է ասում է ուշադիր եղեք, Գործք առաքելոց 20:28-ն է դա, որ պաշտպանեք այն եկեղեցին, որ Աստված իր արյունով գնեց եւ ուշադիր եղեք եւ սա դժվար է եւ սա հեշտ գործ չի եւ մենք պիտի միաբան լինենք եւ մենք պիտի համաձայն լինենք իրար հետ, մենք պիտի նույն նպատակ ունենանք եւ նույն տեսիլք ունենանք, որպեսզի կարողանանք միաբան լինել։ Միաբան լինելը նա չի, որ մարդիկ իրանց ձեռքերը բռնեն, ասեն մենք որոշում ենք ուխտ ենք անում, որ միաբան լինենք։ Տենց չի լինում միաբանություն։ Միաբանությունը գալիս է, որ համաձայն ենք իրար հետ։ Իսկ ինչի հետ պիտի համաձայնվենք։ Կրկին Ամովսին անդրադառնանք, միթե երկուսով միասին կգնան, եթե համաձայնված չլինեն։ Կգնան, նշանակում է մենք ճանապարհ ունենք։ Ուր է գնում եկեղեցին։ Ինչ նպատակի համար է գործում եկեղեցին։ Եվ տեսիլքը շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որովհետև տեսիլք բառը հայերենում տարբեր նշանակություններ ունի, բայց այն տեսիլքը, որի մասին խոսում ենք, հետևյալն է, որ մենք պիտի մտքով պատկերացնենք, ուր ենք ուզում հասնենք։ Տեսիլքը սա է, տեսիլքը մտապատկեր է, պատմություն կերտողների դասընթացը ովքեր անցել են, գիտեն տեսիլքի մասին հատուկ դաս կա, ովքեր չեն անցել, խորհուրդ կտամ հաջորդին, որ կլինի, ամենայն հավանականությամբ ձմռանը, անպայման մասնակցեն։ Տեսիլքը դա նախընտրելի ապագայի վերաբերյալ քո մտապատկերն է, որ մտքով պատկերացնում ես, օրինակ եկեղեցու համար։ Ինչպիսին եմ ուզում լինի իմ եկեղեցին, օրինակ 5 տարի հետո։ Ես պատկերացնում եմ իմը, դու պատկերացնում ես քոնը եւ մենք հետո հասկանում ենք, մենք համաձայն ենք իրար հետ, թե ոչ։ Ինչ ես ուզում քո հավատքի կյանքը, ուր քեզ հասցնի 5 տարի հետո։ Երբ որ դու ունես տեսիլք, լինում է ուղղություն, ճանապարհ, արդեն մենք գնում ենք դեպի մեր նպատակակետը։ Սա է տեսիլքը։ Բայց տեսիլքը պիտի լինի ոչ թե մեր ցանկությունը, այլ մենք ուզում ենք, որ կատարվի Աստծու ցանկությունը, Աստծու կամքը։ Եթե մենք մեր ցանկությունով, եթե մենք ամեն մեկս, չգիտեմ, քանի հոգի ենք այստեղ, կարևոր չի, բայց ամեն մեկս մեր պատկերացումը ունի, ուր ենք ուզում լինենք։ Որտեղ հասնենք, ինչ նպատակներ իրականացրած լինենք։
Բայց երբ որ բոլորս Աստծո կամքի շուրջ ենք հավաքվում, արդեն հասկանում ենք, որ Աստծո կամքը մեզ թելադրում է, որ ուղղությամբ գնանք։ Եվ նաև Աստծո կամքին համահունչ, մեր կանչվածությանը համահունչ եւ մեր հնարավորություններին համահունչ։ Ամբակում 2:2-ում, այս մարգարեներից սկսենք այս դասը, Ամբակումի մարգարեություն 2-րդ գլխի 2-րդ խոսքում կարդում ենք. Տերն ինձ պատասխան տվեց եւ ասաց. գրիր տեսիլքը եւ որոշակի նշանակիր տախտակների վրա, որպեսզի այն կարդացողը սահուն կարդա։ Տեսիլքը Ամբակումին ասում է հստակ գրի, որ կարդացողը հասկանա։ Եվ տեսիլքը եկեղեցու պիտի լինի հստակ։ Եթե մենք ուզում ենք առողջ եկեղեցի, եկեղեցու անդամները պիտի իմանան ինչ նպատակներ ունի, ինչ տեսիլք ունի այս եկեղեցին։ Որ ինքը գալիս է այդտեղ, ուր է գնում, ոնց որ մտնես մի գնացքի վագոնի մեջ եւ դու պիտի իմանաս այդ գնացքը ուր է գնում, կամ ավտոբուս ես նստում, իմանաս ուր է գնում։ Եվ եկեղեցին պիտի հստակ ասի իր հավատացյալին, ուր է գնում այս եկեղեցին։ Որն է այս եկեղեցու նպատակը, որն է այս եկեղեցու տեսիլքը։ Որպեսզի մարդը հասկանա ու քննի, արդյոք եկեղեցու տեսիլքը Աստծո կամքի մեջ է թե ոչ։ Օրինակ, եթե ամենավտանգավոր տեսիլքներից մեկը, ես այդ տեսիլքները թեկուզ հոգևոր, այսպես ճակերտների մեջ կարելի է հոգևոր ասել, բայց դրանք հոգևոր չեն, դրանք եսակենտրոն տեսիլքներ են, դե տեսեք ինչպես է հոգևոր ու եսակենտրոնը լինում միասին։ Օրինակ, եկեղեցին հայտարարում է, ես ուզում եմ լինեմ, կամ հովիվը հայտարարում է, ես ուզում եմ լինեմ մեր քաղաքի ամենամեծ եկեղեցին, ժողովուրդ, պատրաստ եք, որ մենք դառնանք ամենամեծ եկեղեցին, կամ Հայաստանի ամենամեծ եկեղեցին, որ մեր դահլիճում ամենաշատ մարդիկ լինեն, բոլորը կողքից նայեն ուրիշ եկեղեցիները ու տեսնեն ինչ մեծ եկեղեցի ենք մենք։ Տվեց տեսիլքը։ Այս եկեղեցու անդամները իրանք արդեն մտածում են, ոնց անենք, որ մեր տեսիլքը իրականացնենք, վերցրեցին։ Ու գնում են ուրիշ եկեղեցիներից ասում են, եթե ձեզ չեն մոտեցել, անպայման կմոտենան։ Ասում են, գիտեք, մեր եկեղեցին ինչքան լավն է, մի օր արի մեր պաշտամունքին, տես ինչ հրաշալի է, հյուրեր ենք ունենում, մեր փառաբանությունը, մեր ու ուրիշ եկեղեցիներից գողանում են հավատացյալներին։ Ու ուղղակի մի անգամ արի տես, ինչի համար, որտեղ մարդու մեջ մցրել են տեսիլքը ամենամեծ եկեղեցին են այլ։ Արդյոք սա աստվածաշնչյան է։ Իհարկե ոչ։ Իհարկե մենք եկեղեցիների մրցակցություն չենք անում, որ մի հատ էլ ասենք մեր եկեղեցին ամենամեծը լինի կամ ամենաօծյալը լինի կամ չգիտես ինչ։ Տեսիլքը պիտի հիմնված լինի Աստծո խոսքի վրա, Աստծո հանձնարարության վրա։ Իհարկե մենք կուզենք շատ մարդիկ փրկվեն։ Բայց մենք մրցության մեջ չենք մյուս եկեղեցիների հետ։ Ում ինչքան տրված է, այդքան էլ պահանջվելու է։ Մենք, օրինակ, տեսիլք ունեմ ես, որ մեր եկեղեցու ամեն անդամը նախորդ դասից երևի արդեն պատկերացրեցիք, մեր եկեղեցու յուրաքանչյուր անդամ ներգրավված լինի ծառայության մեջ։ Եվ ծառայի այն ամբողջ ներուժով, որ Աստված տվել է իրան, իր պարգևները կիրառի եւ երբ որ կանգնի Աստծո առաջ, Աստծուց գովասանքի արժանանա եւ վարձ կունենա երկնքում։ Սա իմ տեսիլքն է։ Թե այդ ընթացքում քանի մարդ կապաշխարի, որքան շատ ապաշխարի, այնքան Աստծուն փառք, այնքան Տիրոջ անունը կփառավորվի, որտեղ Տեր Հիսուսն ասում էր Հովհաննես 15-րդ գլխում, ասում էր պտուղ բերեք եւ դրանով հայրը կփառավորվի։ Երբ որ մենք պտղաբեր ենք, հայրը փառավորվում է դրանով։ Այսինքն իմ տեսիլքը սա է եւ պիտի եկեղեցու տեսիլքը հիմնված լինի Աստծո խոսքի վրա, Աստծո կամքի վրա։ Եվ մենք երբեք չպիտի այդ աշխարհի բանը վերցնենք, որ սկսենք մրցակցել մյուս եկեղեցիների հետ։ Եվ եթե ինչ-որ եկեղեցի մեզանից 10 անգամ շատ պտուղ կբերի, դա մեր արքայության համար է, փառք Աստծուն։ Անկամ Պողոս առաքյալը ուրախանում էր, որ իրեն չսիրող այն ժամանակ էլ կային, հիմա էլ կային, որ ծառայողները իրար հետ խնդիրներ ունեին։ Իրեն չսիրող, իրենից բամբասող, իր հետևից խոսող ծառայողները սկսել էին այսպես Պողոսի հետ մրցակցելով
ավետարան քարոզել, ինքը ասում էր ճիշտ է լավ երևույթ չի, երբ որ այսպես են վերաբերվում Աստծո ծառայողին, բայց իմ սիրտը ուրախանում է, որովհետև ավետարան է քարոզվում։ Եվ հասկանում եք, երբ որ մարդու նպատակը, տեսիլքը Աստծո արքայության շահի հետ է համընկնում, այն որ քեզ չսիրողներն էլ մրցում են կպնում քեզ հետ, այդ թող կպնեն, ոչինչ, ես իրանց հետ մրցում չեմ կպնի։ Հասկանում եք, մենք պիտի այսպիսի հոգեվիճակ ունենանք, մենք պիտի մեր ծառայությունը տեսիլքի վրա կենտրոնացնենք եւ գնանք դեպի մեր նպատակը։ Իհարկե, սխալ տեսիլքի օրինակ բերեցի, շատ սխալ տեսիլքներ կարող են լինել, երբ որ եկեղեցին մարդկանց հոգիների փրկությունը չի դնում առաջին տեղում, դրանից հետո կարա բարեգործություն անի, կարա մշակութային ինչ-որ լավ բաներ անի, կամ չգիտեմ, ինչ ասես, բայց ոչ հոգիների փրկությունը։ Այս եկեղեցին կորցրել է իր նպատակը, կորցրել է իր կողմնորոշվելու ունակությունը։ Եվ տեսիլքից բխում են նպատակները։ Արդեն ասեցի, եթե կա սխալ տեսիլք, սխալ նպատակներ, եթե կա ճիշտ տեսիլք, լինում են ճիշտ նպատակներ։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք, երբ որ եկեղեցին ունի տեսիլք եւ նպատակներ, ժողովուրդն էլ իմանում է, այս եկեղեցին կարող է ամեն տարվա սկզբին խոստանում է, հեսա սենց ենք անելու, հեսա սենց ենք անելու, նենց ենք անելու, այս տարի ուրիշ է լինելու։ Տարվա վերջին գլուխը կախ, ինչ արեցինք, ոչ մի բան չարեցինք։ Արդեն հասկանում ես, որ լավ մի տարի չարեցինք, 2 տարի չարեցինք, 3 տարի չարեցինք, եկեք մի բան փոխենք, ուրեմն մի բան սխալ ենք անում։ Իսկ եթե նպատակները դնում ես, այս տարի մի քիչ մոտեցանք մեր տեսիլքին, երկրորդ տարի մի քիչ էլ մոտեցանք, երրորդ տարի մի քիչ էլ մոտեցանք, կարող է մտածում ենք 5 տարում կհասնենք, 5 տարում չհասանք, գուցե 7 տարում հասնենք, ոչինչ, կարևորը մոտենում ենք։ Այսինքն տեսիլքը եթե Աստծո հետ ուխտ չի, որ խոստանում ես սա անես, տեսիլքը դա մեր նպատակի ուղղությունն է սահմանում, եւ ժողովուրդը պիտի իմանա ինքը ուր է գնում։ Եվ եկեղեցին առողջ է, երբ որ կա տեսիլք, որ կան նպատակներ, եւ այդ նպատակները գուցե արագ, գուցե դանդաղ, կարևոր չի, բայց իրականացնում են։ Այսինքն ժողովուրդը միասին, մարմինը միասին գործում է եւ նպատակը դառնում է իրականություն։ Նպատակի մասին խոսելիս չեմ կարող չկարդալ Փիլիպեցիս 3-րդ գլխի 13 եւ 14 խոսքերը։ Եղբայրներ, ես ինձ չեմ համարում, որ հասել եմ, բայց մի բան կա, հետևում թողածը մոռանալով դեպի առջևում եղածներն եմ ձգտում, հետևում եմ նպատակակետին, Հիսուս Քրիստոսով դեպի վեր, երկինք, Աստծու կողմից կոչվելու մրցանակին։ Իմ նպատակը, ասում էր Պողոս առաքյալը, Աստծու տված մրցանակն է, Աստծու գովասանքն է, Աստծու բարեհաճությունն է։ Հիշում եք նախորդ դասը, մարդկանց բարեհաճությունը կամ Աստծու բարեհաճությունը։ Ես ուզում եմ այնպես ապրեմ, որ ես կարամ նենց ապրեմ, որ մարդիկ ինձ գովան, բայց դա էական չի։ Ցույց տամ, թե ամեն ինչ լավ եմ անում, սուրբ կյանքով եմ ապրում, ծառայում եմ, ու մարդիկ նայեն ասեն, ես ինչ լավ ծառայող եմ, բայց Աստված գիտի իմ գաղտնի կյանքը, Աստված գիտի իմ շարժառիթները։ Պողոս առաքյալն ասում է, ես ամեն ինչ թողել եմ մի կողմ, ես մեկ նպատակ ունեմ, ես ուզում եմ Աստծու գովասանքին արժանանամ։ Եվ արդեն բխում է սրանից նաև նպատակները եւ սկզբունքները, թե իսկ ո՞նց ապրենք, որ Աստծու գովասանքին արժանանանք, իսկ ո՞նց ծառայենք, որ Աստծու գովասանքին արժանանանք։ Այս հարցերի պատասխանները հենց ձևավորում են տեսիլքը եւ նպատակը։ Եվ գիտեք, առանց Աստծու հետ մտերմության, քարոզ լսելով դու չես կպնի այդ տեսիլքին։ Որովհետև դու պիտի Աստծու հետ մտերմություն ունենաս, որ իր սիրտը զգաս, իր սիրտը ինչի համար է ցավում։ Ընդհանրապես տեսիլքը կապ ունի ցավի հետ։ Օրինակ, չգիտեմ, եթե մեկի սրտում ցավ կա անտունների հետ կապված, ինքը կսկսի իրանց ծառայել։ Այն մեկի սրտում ցավ կա միայնակ մայրերի հետ կապված, ինքը կսկսի իրանց ծառայել։ Մենք քույրիկ ունենք, որ իր երեխան այդպես խնդիրներով ծնվեց, ինքը սկսեց այդպիսի մայրիկների ծառայել, որովհետև ուրիշ ոչ մեկ այդքան լավ չէր զգում այդ ցավը, քան ինքը։ Իմ հիմնական այսպես պարգև ուսուցչությունն է, եւ ես ցավ եմ զգում, երբ որ
մարդիկ մոլորություն են լսում, մոլորություն են քարոզում, սխալ վարդապետություն, ու էդի ցավը ես սկսեցի ոչ թե այդ մարդկանց, չգիտեմ, փնովել ամբողջ օր մարդիկ կան, չէ, տեսանյութեր են նկարում, էսի սենց այնին, մարդիկ էլ այդ տեսանյութերը նայում են, արդեն չգիտեն, որն է ճիշտը։ Այս բոլորը սխալ են։ Չէ, ճիշտը խոսա։ Սովորեցրա Աստվածաշնչով։ Եվ իմ տեսիլքը դարձավ ուղղակի աստվածաշնչյան ճշմարտությունները հասանելի դարձնելու մարդկանց։ Իհարկե շատ մարդկանց դա դուր չի գալիս, որովհետև չեն կարող այլևս ժողովրդին մանիպուլյացիա անել եւ հատուկ անգամ տեղեր կա, որ հատուկ հայտարարում են ինձ չլսեն, որովհետև որտեղ որ հայտարարում են ինձ չլսեն, պիտի գոնե կարենան ասեն ինչն եմ սխալ քարոզում, համ ինձ օգնած կլինեն, համ իրեն ժողովրդին օգնած կլինեն։ Բայց այնտեղ ստեր են հորինում կամ ուղղակի ոչինչ չեն ասում, այսպես ցավալի պրակտիկա է, բայց դրանից ես չեմ նեղվում, որովհետև ինքը ինձ չի խանգարում։ Ինքը ինձ չի խանգարում, ես շարունակելու եմ ճշմարտությունը խոսել։ Եվ եթե ճշմարտություն չեմ խոսում, Աստվածաշնչից դուրս եմ խոսում, մեծ օգնություն կլինի ինձ, եթե մեկը ասի դու որ կարդացիր, չգիտեմ, այս բաները, սա այդպես չի գրած Աստվածաշնչում։ Ես էլ կապ աշխարհեմ, կսկսեմ Աստվածաշնչի գրածով։ Գուցե մարդ եմ չեմ հասկանում, բայց հետևից բամբասելը կամ չարախոսելը դա է նա ինչ որ Պողոս Առաքյալը ասում էր, գոնե այդ մարդիկ այդ բամբասանքի ու չարախոսության հետ մեկտեղ ավետարան քարոզեն, էլի մարդիկ ապաշխարեն, մենք էլ ուրախանանք։ Վերջում խնդիր չի, այս երկրի վրա ինչ կլինի, ինչ չի լինի, խնդիրը այնտեղ է, որ երբ որ կանգնենք Աստծո առաջ, ինքը գովասանք տա մեզ։ Ոչ թե ասի մրցում եք իրար հետ, ով առաջ կընկնի, ոնց որ աշխարհի մարդիկ մրցում են ով ավելի լավ մեքենա կունենա, ով ավելի բրենդային կհագնվի, ով, չգիտեմ, նայած ինչ մակարդակի է, իրար հետ մրցում են հարստության ու հագնվածքի ու կեցվածքի մեջ, այդպես հոգևորները իրար հետ չգիտի մրցեն, սա մեր տեսիլքը չի, որ մրցենք, թե ով է ավելի լավ հոգևոր, ինչ մրցենք։ Քիչ առաջ կարդացինք, չէ, նախորդ դասին, դուք, որ հավատքի մեջ զորավոր եք, տկարների տկարությունը վերահավեք, օգնեք տկարներին բարձրանալ։ Ուրեմն, տեսիլքը բխում է Աստծո հետ մտերմությունից։ Երբ որ դու իր հետ մտերիմ լինես, կհասկանաս, որ իր սրտի մեջ մեկ ցավ կա, դա կորսվող մարդկանց հանդեպ ցավն է։ Ինքը այնքան է սիրում մարդուն, որ չի ուզում, որ մեկ հոգի գնա դժոխք։ Չի ուզում։ Անգամ գրված է, ես ամբարիշտի մեռնելը չեմ ուզում, ամենավատ մարդու մեռնելը չեմ ուզում, ուզում եմ, որ ինքը դարձի կապրի, բայց եթե դարձի չգա, աստվածային արդարությունը դրել է, Աստված ասում է, ես իմ խոսքը իմ անունից վեր եմ դնում։ Անհնար է, որ մարդը չապաշխարի ու փրկվի։ Խնդրում եմ լսեք սա։ Անհնար է, որ մարդը Քրիստոսին Տեր ու Փրկիչ չընդունի, իր մեղքերից չհեռանա, չորոշի ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով ու փրկվի։ Դա նշանակում է Քրիստոսին չհավատալով մարդը կարա փրկվի, Աստվածաշունչը ասում է անհնար է, այդպես բան չկա։ Քրիստոսին մերժողները աշխարհի ամենամեծ մեղքն են գործում։ Քրիստոսին մերժողները ամենամեծ մեղքն են գործում։ Աստծու մեկնած փրկության ձեռքը մերժողները, դատարկ թողողները ամենամեծ մեղքն են գործում։ Ձեր իմացած ամենապիղծ մեղքերից Աստված դա Տեր Հիսուսն էր ասում, Սոդոմի ու Գոմորի մեղքից մեծ մեղք է դա։ Քրիստոսին մերժելը։ Հիմա Աստծու սրտին ցավ է, ասում է, եթե մերժեցին, դժոխք են գնալու, բայց մեզ հանձնարարություն է տրված։ Գնանք, վկայենք, իրանց համար հասանելի կերպով, ընկալելի կերպով, ասենք մեր կյանքում ինչպիսի փոփոխություն է բերել Տերը, որ Տերը կենդանի է, Քրիստոս հարություն առել, կենդանի է, ինչպես ես եմ իր հետ շփվում, այնպես դու կարաս շփվես։ Ինքը չունի սիրելիներ, որ առանձնահատուկ, այսպես օծյալների խումբ իրանց հետ առանձնահատուկ շփվում է, բոլորին է սիրում, ուզում է բոլորի հետ մտերմություն, որ դու այս մտերմությունը ունենաս
քո կյանքի նպատակը կփոխվի, քո կյանքի իմաստը կփոխվի։ Դու արդեն չես ապրի, որ սրանից նրանից առաջ անցնես։ Դու կապրես, ասում եմ, եթե մրցույթը իրար սիրելու մեջ մրցույթ թող լինի։ Եթե մրցում եք, իրար ծառայելու մեջ թող լինի այդ մրցույթը, ոչ թե որ իրարից անցնեք, այլ որ ամենաշատը ծառայեք, ասում եմ, ով ուզում է մեծ լինի, թող ամենացածը լինի։ Թող բոլորին ծառայի, որովհետև երկնքում մեծ է լինելու այդ մարդը, ով երկրի վրա բոլորին ծառա եղավ։ Շատ հրաշալի դաս կա այդ պատմություն կերտողների դասընթացի մեջ, ինչպես է ծնվում տեսիլքը Նեհեմիայի գրքից եւ ուղղակի իմ այդքան ժամանակ չկա, որ մանրամասն ասեմ, բայց այսքանը ասեմ, երբ որ Տիրոջ հետ մտերմություն ունենաք, կտեսնեք, որ ինքը մեկ հոգս ունի։ Տեր Հիսուսը ասում էր ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Ձեր վրա վերցրեք իմ լուծը եւ ես ձեր ուսերից կվերցնեմ ձեր բեռները, բայց դուք փոխարենը իմ լուծը, իմ հոգսը վերցրեք ձեր վրա։ Եվ սա պիտի հասկանանք, երկնքում ուրախությունն է մեկ մեղավորի ապաշխարության համար։ Երկնքում ցնծությունն է մեկ մեղավորի ապաշխարության համար։ Եվ դու կարող ես քո Սուրբ Հոգով լցված իմաստուն վկայությամբ, Սուրբ Հոգու առաջնորդությամբ սերմեր ցանես, որոնք հետո պտուղ կտան, որոնք երկնքում ուրախության պատճառ կդառնան։ Սա պիտի լինի եկեղեցու տեսիլքը։ Եվ սրա շուրջ ենք մենք հավաքվել։ Մեկ մարդիկ են գալիս եկեղեցի, որոնք ուրիշ բանի համար են գալիս։ Գալիս են, չգիտեմ, ինչ որ մոլորություն են լսել, գալիս են այս երկրի վրա լավ ապրելու համար։ Գալիս են, որ Աստված իրանց էլ ավելի օրհնի երկրի վրա, բայց չեն ուզում մատը մատին խփեն երկնքում գանձեր դիզելու համար։ Գիտեք, երբ որ եկեղեցու տեսիլքը խոսվում է, երբ որ եկեղեցու տեսիլքը հստակ է, կգան էլ ոնց եկել են, տենց էլ կգնան։ Կամ կապաշխարեն, կմիանան մեր տեսիլքին, կամ կգնան, կասեն, այս եկեղեցին մի տեսակ տարօրինակ եկեղեցի է։ Ես կգնամ այն եկեղեցի, որ ավելի շատ երկրային բաների մասին է խոսում, այստեղ բոլորը երկնքի մասին են խոսում։ Պողոս առաքյալը երկնքի մասին էր խոսում։ Եվ Փիլիպպեցիս 3-րդ գլխում, Փիլիպպեցիս 3-րդ գլուխ 18-ից 20-ը ընթերցեմ, շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ եւ հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Եկեղեցում հավատացյալներ, ծառայողներ ապրում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Ինչ էին անում։ Գրածան նրանց վախճանը կորուստն է, նրանց Աստված իրենց որովայնն է եւ փառքը իրենց ամոթը։ Նրանք երկրային բաներ են մտածում։ Երկրային բաներ են մտածում, ուզում են Աստծուն օգտագործեն երկրային բաների համար։ Աստված երկրի վրա էլ մարդուն օրհնում է։ Օրհնում է թե ֆինանսապես, թե բժշկությամբ, թե քանդված ընտանիքները, կործանված կյանքերը վերականգնելով։ Բայց մենք սրա համար չենք պաշտում Աստծուն, սա առևտուր չի, ես քեզ պաշտեմ, դու ինձ օրհնի։ Մենք իրան նվիրված ծառայում ենք իր հոգիների փրկության նպատակը մեր տեսիլքը դարձնելով, ինքն էլ իր ծառաների համար հոգ է տանում, որ այս երկրի վրա նույնպես իր ծառաները օրհնված լինեն։ Իսկ Քրիստոսի խաչի թշնամիները իրանց ուշք ու միտքը այս երկրային բաներն են։ Բայց մեր քաղաքացիությունը կամ բնակությունը, որոշ թարգմանություններում այդպես է գրված, երկնքում է, այնտեղից էլ սպասում ենք Փրկչին, Տեր Հիսուս Քրիստոսին։ Հավատքի մասին, երբ որ գրված է Եբրայեցիս 11-րդ գլխում, ասում է հավատքի մարդիկ միշտ իրենց աչքերը դեպի երկնային Երուսաղեմն էին ուղղում։ Սպասում էին այնտեղ վարձքին, այնտեղի բնակությանը, այլ ոչ թե այս երկրային բաները։ Եվ ուզում եմ վերջին բաժնին անդրադառնալ, հիշում եք, տեսիլք, նպատակ եւ միաբանություն։ Շատ կարևոր է առողջ եկեղեցին լինի միաբան։ Դրանով սկսեցի, արդեն խոսեցի դրա մասին, որ Ամովսն ասում է,
ինչպես մարդը, ինչպես երկուսով ճանապարհ կգնան, եթե իրար հետ չհամաձայնվեն։ Առաջին Կորինթացիս 1:10 Եղբայրներ, խնդրում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբան լինեք, ձեր մեջ երկպառակություններ չլինեն, այլ նույն մտքի եւ նույն կարծիքի մեջ հաստատուն լինեք։ Ես խնդրում եմ բոլորդ ուշադիր լսեք, որտեղ եկեղեցին ինքը ինչպես մարմինը ունի օրգան համակարգեր, չէ՞, ասենք, չգիտեմ, տարբեր։ Աղեստամոքսային, նյարդային, չգիտեմ, հենաշարժային, տարբեր համակարգեր կա, այնպես էլ եկեղեցում տարբեր ծառայություններ կա։ Կա գթության ծառայություն, կա փառաբանության ծառայություն, կա այցելությունների ծառայություն, կա խոսքի պատրաստման, աշակերտական խմբերի, մաքրության, կարգ ու կանոնի եւ շատ այլ օրգան համակարգեր, որոնք նմանատիպ օրգանները, նույն ֆունկցիան կատարող օրգանները հավաքված են իրար հետ։ Եվ եկեղեցին պիտի լինի միաբան, այստեղ գրված է բոլորդ միաբան լինեք, ձեր մեջ երկպառակություններ չլինեն, այլ նույն մտքի ու նույն կարծիքի մեջ հաստատուն եղեք։ Եթե դուք իրար հետ անհամաձայնություն ունեք, մարդը, եթե երկու տարբեր մարդիկ են, արդեն կան կոնֆլիկտ, կարող է շատ թույլ կոնֆլիկտ լինի, բայց կա կոնֆլիկտ։ Եկեղեցին էլ հենց նրանով է գեղեցիկ, որ խոնարհությունը լուծում է բոլոր հարցերը։ Գիտեք, այսպիսի բան կա մեր օրգանիզմում, երբ որ մի տեղը ցավում է կամ վնասված է, մնացած բոլոր տեղից արյունը արագ մղվում է այդտեղ։ Այսինքն մարդիկ ասում են ինձ հիմա այդքան սնունդ պետք չի, ինձ հիմա այդքան թթվածին պետք չի, եթե բջիջների մասին խոսենք։ Թող այնտեղ գնա, մենք չենք մեռնի։ Այդքան չի գնում, որ մեռնենք, բայց մենք մերը տալիս ենք, որ այս օրգանը լավանա։ Հիմա եթե եկեղեցում ինչ-որ մի ծառայության մեջ կա գժտություն, երկպառակություն, այս երկուսը իրար հետ են լավ, են երեքը իրար հետ են լավ, այդ ծառայությունը Տիրոջը ընդունելի չի լինելու, օծություն չի լինելու այդ ծառայության մեջ, կոալիցիաներ չպիտի լինեն եկեղեցում, չպիտի մարդը իր շուրջ հավաքի, մեր եկեղեցում այդպիսի մարդիկ երկար չեն մնում, ասեմ ձեզ, որ սկսում են իրեն շուրջ հավաքել, որպեսզի հավաքես, պիտի մի քիչ էլ չարախոսես, մի քիչ էլ բամբասես այն մեկից, որ քաշես դեպի քեզ։ Աշխարհը այս տեխնիկային շատ լավ տիրապետում է։ Ցավոք սրտի եկեղեցիներում սա նույնպես կիրառվում է։ Չպիտի այդպես լինի։ Եվ երբ որ ինչ որ ծառայության մեջ չկա միաբանություն, չկա օծություն։ Չկա օծություն, գալիս է մարդկային ծառայությունը։ Մարդ կանգնեց, ինչ որ ծառայություն արեց, գնաց ինչ որ ծառայություն, չկա թիմ, չկա միաբանություն եւ ամենակարևորը Տեր Հիսուսը, որ անգամ խոսում էր, իր խոսքի մեջ մարդիկ լսում էին, ասում էին, բայց այս նույն բաները այն մեկն էլ է ասում։ Նույն բանն է ասում, բայց զորություն չկա։ Իսկ իր խոսքերի մեջ զորություն կա, ասես իշխանությունով խոսի։ Որտեղ կա միաբանություն, այնտեղ կա Աստծո տված իշխանություն։ Որտեղ չկա միաբանություն, կա մարդկային հնարքների վրա կառուցված ծառայություն։ Շատ գեղեցիկ սաղմոս է, 133-րդ սաղմոսը։ Ընդամենը 3 խոսք, եկեք կարդանք։ Որքան բարի եւ որքան ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին իրար հետ, այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն Ահարոնի մորուքի վրա եւ իջնում է մինչեւ նրա հանդերձանքների ծայրը։ Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա, որովհետեւ Տերը այնտեղ պատրաստեց օրհնություն եւ կյանք մինչեւ հավիտյան։ Որտեղ կա միաբանություն, այնտեղ Աստված պատրաստել է օրհնություն եւ կյանք։ Գիտեք, միաբանությունը շատերն են, բոլորը համաձայն են, որ միաբանություն պիտի լինի եկեղեցում, բայց ասում են, դե համաձայնվի ինձ հետ։ Ոչ թե ես քեզ հետ պիտի համաձայնվեմ, այլ մենք երկուսով Աստծո հետ պիտի համաձայնվենք։ Եվ Աստված խոսում է խոնարհության մասին։ Եվ մենք պիտի խոնարհություն ունենանք։
որ կարողանանք իրար հետ միաբան լինենք։ Եթե երկու հպարտ հանդիպում են իրար, միաբանություն անհնար է այդտեղ։ Խնդիրը խոնարհության, բացակայության մեջ է։ Եփեսացիս 4 գլուխ առաջին 6 խոսքերը։ Արդ աղաչում եմ ձեզ, ես Տիրոջ համար բանտարկյալս, որ այնպես ընթանաք, ինչպես վայել է կոչմանը, որի մեջ կանչվել եք, ամենայն խոնարհությամբ, հեզությամբ եւ համբերատարությամբ, սիրով միմյանց հանդուրժելով, ջանալով հոգու միությունը խաղաղության կապով պահել, մեկ մարմին, մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին կանչված ենք, մեկ Տեր, մեկ հավատք, մեկ մկրտություն, մեկ Աստված եւ բոլորի Հայրը, որ բոլորի վրա է, բոլորի հետ եւ բոլորի մեջ։ Ինչ է մեզ ասում Աստծո խոսքը։ Միաբանություն։ Չկա երկու հավատք, չկա երկու Աստված։ Իմ Աստվածը ինձ սենց է ասում, իմ Աստվածն էլ ինձ սենց է ասում։ Չկա այդպիսի բան։ Ես իմ Աստծուն եմ պաշտում, չկա այդպիսի բան, կամ մեկ Աստված, կամ դու պաշտում ես այդ մեկ Աստծուն, կամ կուռք ես սարքել ու պաշտում ես քո Աստծուն։ Պիտի հասկանանք սա։ Միաբան, միաշունչ, մեկ հոգի։ Ինչպես խոսքն է ասում։ Բայց դրա համար, ինչպես սկսեց իր խոսքը, խոնարհություն, հեզություն, համբերատարություն, միմյանց հանդուրժելով։ Լսեք, թվում է թե եկեղեցի մարդիկ որ գալիս են եկեղեցի մտածում են եկեղեցի գնանք բոլորը այնքան լավն են։ Այստեղ ասում է միմյանց հանդուրժելով։ Եկեղեցում մարդիկ ավելի բարդ մարդիկ են, քան աշխարհում։ Որովհետև Աստված ասում է ես այս աշխարհի տկարներին եմ ընտրել։ Դու պիտի կարողանաս հանդուրժես մեկի ժողովրդական լեզվով ասեմ, նազուտ ուզը, են մեկի մանիպուլյացիան, են մեկի նեղանալը, են մեկի իրան առաջ գցելը, որ շփվում ենք իրար հետ արդեն պարզ է դառնում, մինչև հոգևոր հասակ առնենք, սրանից հետո խոսում է հոգևոր հասակի մասին, հենց 4 գլուխը խոսում է եկեղեցու մասին, հոգևոր հասակի մասին, մինչև աճենք ու նմանվենք Քրիստոսի։ Բայց դու որ զորավոր ես, պիտի կարողանաս դիմանալ այն ոչ զորավոր հավատացյալների տարօրինակ պահվածքին։ Օգնես իրեն, որ աճի ու պահես միաբանությունը։ Չի կարող լինել միաբանություն այնտեղ, որտեղ չկա նույն նպատակը եւ Աստվածաշնչի հիմքը։ Մեկ-մեկ այնպես եմ զարմանում, որ եկեղեցիներ կան, որ լրիվ հակառակ են իրար վարդապետության մեջ, բայց միաբան են իրար հետ։ Այսպես ցույց են տալիս, որ միաբան են, ասենք, անգամ պատմական եկեղեցիներ կան, որ իրար անիծել են։ Այդ անեծքելը հետ չեն վերցրել։ Բայց իրար հանդիպելուց քաղաքական միաբանություն ասա, փաթաթվում են, համբուրում են, իրար ընդունում են, մեզ կյանքում չեն ընդունի, բայց իրենց անիծող եկեղեցին, որ հետ չի վերցրել իր անեծքը, քանի որ քաղաքական շահ կա, կարանք միաբանել լինենք, կարանք միասին ծառայություն էլ անցկացնենք, հասկանում եք, լավ թողենք պատմական այդ ընթացքը, ինչի շուրջ ենք միաբանվում։ Ուզում ենք բոլոր եկեղեցիները մի հովիվ գրել, իմ երազանքն է, որ բոլոր եկեղեցիները միաբան լինեն։ Ասե իմ երազանքն է, որ բոլոր եկեղեցիները Աստծո խոսքի վրա հիմնված լինեն։ Որ Աստծո խոսքի վրա հիմնված լինեն, նույն տեսիլք ունենան, հասկանան, որ նույն թշնամին ունեն, նույն նպատակ ունեն, դարձնեն իրենց նպատակը ոչ թե իրենց անունը բարձրացնելը, այլ հոգիների փրկությունը, տեսնենք, օգնենք, հասկանում եք, այդ որ օրինակ բերեցի, որ ուրիշ եկեղեցիներից հրավիրում են իրենց եկեղեցի։ Մենք եկեղեցում սկզբունք ունենք։ Ես ասում եմ, անգամ մեր on-line խմբերին չենք միացնում ուրիշ եկեղեցիանում։ Եթե դուրս է մնացել հոգևոր խնամքից, այո։ Եթե չունի հովիվ, չունի եկեղեցի, այո։ Բայց մենք երբեք ոչ մի պարագայում մեր եկեղեցու
ծառայություններին չենք միացնում մարդուն, ով արդեն ունի եկեղեցի, որովհետև դա անելով մենք թուլացնում ենք այդ եկեղեցին։ Եթե մենք նույն նպատակը ունենք, կարևոր չի ինքը մեր պես է անում, մեր պես չի անում, այդ եկեղեցին էլ է հոգիների փրկության նպատակին հետևում, մենք էլ ենք հետևում։ Ինչի իրանից բերենք այստեղ, ավելի լավ է ուժեղացնենք այդ մարդուն գնա այնտեղ։ Խորհուրդ ենք տալիս, ասում ենք, հեսա ուզում ես, շատ եմ ուզում ձեր քարոզները լսեմ, լսի։ Ով է արգել էլ ինտերնետում կա, լսի, ամրացի, գնա քո եկեղեցում ծառայություն սկսի։ Այդ նույն ծառայությունը, որ մենք ենք անում, աշակերտական խմբերի, օգնենք դուք արեք։ Այդ նույն ճամբարական ոնց որ հավաքվել ենք, գոնե տարին 2 անգամ միայն մեր եկեղեցով ճամբար ենք անում։ Փորձը փոխանցենք դուք էլ արեք։ Մեծ օրհնություն է ճամբարների ծառայությունը։ Եվ մենք դեռ զարգացնելու ենք։ Աստված տա մեր սեփական ճամբարային տարածք ունենանք, նաև ավետարանչության համար ենք ճամբարներ կազմակերպել։ Ուժեղացնենք մյուս եկեղեցիները։ Եթե մեր նպատակը հոգիների փրկությունն է, ոչ թե մեր եկեղեցու շահը, այլ արքայության շահը։ Սիրով, ով նույն շահը ունի, միաբանենք իրենց հետ։ Ով ուրիշ շահ ունի, հեռու մնացեք մեզանից, մենք ուրիշ շահ չունենք։ Փիլիպպեցիս 2-րդ գլուխ առաջին 5 խոսքերը։ Արդ եթե կա Քրիստոսով մխիթարություն, սիրո սփոփանք, հոգու հաղորդություն, գթություն եւ ողորմություն, Պողոս առաքյալը իր հիմնած եկեղեցուն է ասում, ապա լիարժեք դարձրեք իմ ուրախությունը համերաշխ լինելով, նույն սերը ունենալով, միաշունչ, միախորհուրդ լինելով, ոչինչ մի արեք հակառակությամբ եւ ոչ էլ սնապարտությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։ Միայն ինքներդ ձեր շահերը մի փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը, թող ձեր մեջ լինի այն խոհեմությունը, որ Քրիստոս Հիսուսի մեջ էր։ Միայն խոնարհության պարագայում մարդը կկարողանա միաբանվել կողքինի հետ։ Հիմա խոսում եմ ոչ թե եկեղեցիների միաբանության մասին, այլ եկեղեցու ներսում միաբանության մասին։ Խոնարհություն կա, կլինի միաբանություն, չկա խոնարհություն, չի լինի միաբանություն։ Եվ վերջում ուզում եմ ընթերցել Տեր Հիսուսի աղոթքը մեզ համար։ Գիտեք, որ Տեր Հիսուսը մեզ համար աղոթել է։ Ուզում եմ ընթերցել Տեր Հիսուսի աղոթքը ինձ եւ քեզ համար եւ բոլոր մեզ լսողների համար։ Եվ դրանով ավարտել այս դասը, որը կոչվում էր տեսիք, նպատակ եւ միաբանություն։ Եվ հիշենք, որ մենք ուզում ենք առողջ եկեղեցի լինի։ Հովանու ավետարան 17-րդ գլուխ 17-ից 23 խոսքերը ամբողջը չընթերցեմ, մի հատված։ Հորը ուղված աղոթք Տեր Հիսուս Քրիստոսի կողմից։ Սրբացրու նրանց քո ճշմարտությամբ, քո խոսքը ճշմարտություն է։ Ինչպես որ դու ինձ աշխարհ ուղարկեցիր, այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի։ Եվ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այսինքն իր աշակերտներին էր ասում, հիմա ասում է, բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան, այսինքն մեր, որպեսզի բոլորը մեկ լինեն, նայեք ինչ է խնդրում Տերը, որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու Հայր իմ մեջ եւ ես քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դու ինձ ուղարկեցիր։ Միաբանության մեջ օծություն, երբ որ մենք միաբան լինենք, գրված է աշխարհը կհավատա, որ դու ինձ ուղարկեցիր, աշխարհը կհավատա Քրիստոսին, տեսնելով եկեղեցու սերը ու միաբանությունը իրար հանդեպ։ Սա հրաշք է։ Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։ Ես նրանց մեջ եւ դու իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դու ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։ Որ աշխարհը իմանա, որ Հայրը մեզ սիրում է այնպես, ինչպես Քրիստոսին սիրեց։ Ինչ հրաշալի է սա։ Արժի հանուն սրա
թողնել ամեն հպարտություն, ամեն անձնական ամբիցիաներ ու ասել ինչ պիտի թողնեմ, որպեսզի կարողանամ քրոջս ու եղբորս հետ միաբան լինել, որովհետև առանց միաբանության չկա օծություն։ Կա եկեղեցի, բայց չկա օծություն այդ եկեղեցում։ Եկեք կանգնենք ու խնդրենք Տիրոջից, որ մեզ իմաստություն տա։ Շնորհակալ ենք Տեր, բարի ողորմած քանչելի Աստված, շնորհակալ ենք, որ մեզ առաջնորդում ես, որ մեզ ուղղորդում ես դեպի առողջ եկեղեցի դառնալը։ Խնդրում եմ, եթե կան հակառակություններ, եթե կան երկպառակություններ, եթե կան անհամաձայնություններ, թող քո հոգու միաբանությունը գա, թող խոնարհության հոգին գա եւ մեզ ցույց տա մեր անելիքը հանուն միաբանության եւ մենք միաբան լինենք, քո հանձնարարությունը հոգիների փրկության լինի մեր տեսիլքը եւ մենք քայլ առ քայլ նպատակի հետևից իրականացնելով քայլենք դեպի այն երկնային նպատակակետը, որ քո գովասանքին արժանանալն է Տեր, որովհետև հավատարիմ կերպով կկատարենք քո հանձնարարությունը այս երկրի վրա։ Տուր մեզ իմաստություն, տուր մեզ հստակ տեսիլք, տուր մեզ նպատակներ, որոնք քո անունն են փառավորում եւ քո արքայության շահից են բխում եւ քո օծության այդ թանկ անուշաբույր յուղը, այդ միաբանության պտուղը թող գործի եւ աշխարհին վկայություն լինի եւ շատերի փրկության պատճառ դառնա։ Օգնիր մեզ եւ առաջնորդիր Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Ամեն։